Լիքը մարդ Ցիսկարիձեի ասածը ճիշտ չի հասկացել։ Ժողովուրդ, մենք ձեր հետ նայում ենք նույն բանը։ Ինչի դուք չեք հասկանում, երբ որ բառացիորեն Ցիսկարիձեն ասում է, հայերը բնիկ չեն Հայաստանում, հայերի մշակույթը նման է քրդերի մշակույթին։ Իսկ Արամ Խաչատուրյանը, որ գրել է այդպես կովկասյան մեղեդի, դա նրանից է, որ ինքը ապրել է մեր հետ, Ցիսկարիձեն է ասում, իրանց հետ, Վրաստանում ու քաշել է վրացիներից կովկասյան մշակույթը, դրա համար է կարողացել ստեղծել Սպարտակ, Գայանե, այտենց կովկասյան մեղեդի, թե չէ հայերը, քանի որ քրդի են նման ու Հնդկաստանից են եկել, իրանք այդ մշակույթը չունեն։ Ու ասում է, իսկ մենք վրացիներս բնիկ ենք ու մեր մշակույթը կովկասյան մշակույթ է։ Այդքան բան։ Հայերը, հայտնի հայերը իրան դիմել են, ասել են, որ քո խոսքերը հետ վերցրու ու ներողություն խնդրի հայ ազգից, որ դու վիրավորել ես քո սուտ բառերով, ամբողջ աշխարհով մեկ, որպես հայտնի վրացի, այդ ասել ես, Ռուսաստանով մեկ ինտերվյուի ժամանակ, չի պատասխանել, իգնոր արել, բանի տեղ չի դրել, ասել է դուք այդքան չկաք, որ ես ազերբայջանական պրոպագանդան կանխեմ ու չկրկնեմ, ասել եմ ու տենց էլ կմնա։ Դրանից հետո դուք ժողովուրդ պետքա դուրս գայք միտինգի, ամբողջ աշխարհով տենց են անում, մի հատ նայեք հնդիկները ինչ արեցին Անգլիայում, երբ որ մի հատ անկապ աղջիկ Պիրիդաչայի ժամանակ վատ խոսեց հնդիկների մասին, մի թեթև մի աղջկա մասին, աղջիկ չէին, հայտնի դերասանուհու գեղեցիկ, իրան կպավ, տիպը դուք հնդիկները։ Ամբողջ Հնդկաստանը մյուս օրը, ես այդ վաղ Անգլիայում էի ապրում, դուրս էր եկել միտինգի, որ ձեր երկրում դուք մեզ նվաստացնում եք։ Այն ուզբեկին տեսակ ինչ արեցին, մի հատ ռուս ուզբեկին վատ բաներ էր ասել, որ դուք մեր ստրուկներն եք, Ուզբեկիստանը նոտը պրոտեստ ուղարկեց Ռուսաստան, բոլոր բլոգերները դրանից խոսացին։ Իսկ դուք ոնց որ ոտի տակի փալաս լինեք, դուրս եկել Ցիսկարիձեն, որ իր դեմքով տիպիկ հնդիկ է, ես ապացուցում եմ, որ ինքը Կասպийский фенотип ինդո-աֆղանской ռասի, ինքը տիպիկ լինելով հնդիկ պակիստանցու դեմքով մեր մասին է ասում։ Դուք հերիք չի միտինգի դուրս չեք գալիս, դուք հերիք չի նոտը պրոտեստը չեք անում, դուք հələ նվաստ իրանց դեմ կզում եք, իրանց ոտերը լպստում եք, ջուրը խմում եք, ոտերն է լվացած։ Հələ ին վրա էլ գալիս եք խոսում եք։ Ես ու մենք մի քանի հայերով ենք, որ այդքան թասիվ ունենք, մեր ժառանգությունը պաշտպանում ենք, համ Ցիսկարիձեից, համ ձեր նման փալասներից։ Մտքներով չանցնի, որ ես կանգնելու եմ կամ իմ կողքի հայերը վախենալու են ու չեն խոսելու։ Այդ դեր պակաս։ Ձեզ ենք մարդ դարձնելու։ Մենք ձեզ ենք ստիպելու, որ դուք մեր կողքին կանգնեք ու պարտադիր պաշտպանեք մեր ժառանգությունը։ Մենք չենք թողելու, որ դուք շարունակեք իրանց ոտերը լպստել։ Մի հատ Ցիսկարիձեին ուշքի բերեք, բոլոր վրացիները գնացին իր էջում, իրան լայք դրեցին ու գրեցին տենց էլ կա։ Թող մի հատ վրացի դուրս գար ասեր, սուտ ես խոսում ես, ինչ ես անում, մեր եղբայրական ազգն է, դու ինչի ես սենց սուտ բաներ խոսում իրանց մասին։ Ոչ, գնացին, ասեցին ճիշտ ես ասում, տենց էլ կա։ Իրանք ազերամետ են։ Բայց չեմ ասում ազերագրուզին, որտեղ ոնց որ նույն այց կլինեն։ Դուք ստիպեք, թող վրացիները ներողություն խնդրեն, դուք ստիպեք, որ վրացիները տենց բաներ մեր մասին չասեն, հետո ասեք այ հիմա ընկերություն ենք կամ այ հիմա եղբայրություն ենք կամ։ Իսկ իրանք ձեր վրա թքում են, դուք ասում եք անձրև ա գալիս, մենք ընկերություն ենք կամ։ Մի հատ վրացի ցույց տվեք, որ գրի ինքը ձեր հետ ընկերություն է անում։ Այն հոդվածներում, որ ես գրել եմ վրացիների դեմ, դուք եկել եք ինձ եք կպել։ Այդտեղ մի քիչ կոմենտները կարդացեք, տեսեք ինչքան կեղտոտ բաներ են գրում հայ ազգի մասին։ Հայ ազգի մասին, ոչ թե մենակ իմինը հայ ազգի։ Ու դուք փոխանակ իրանց բերանները փակեք, եկել եք իմ վրա եք հաչում։ Մտքներով չանցնի, որ ձեր հաչոչը շան տեղ եմ դնելու։ Ձեզանից ենք մարդ սարքելու, հասկացաք։ Այսպես։ Էս էլ անում ենք, որ ձեր նախանձ ու կեղտոտ էներգետический պոլան գա ձեր վրա անգնի։ Այստեղից ձեր վրա այդտենց սախ
ինչ անեցք, ինչ խուժան խոսք ասում եք, ինչ վատ բաներ ասում եք, այսենց գա ձեր վրա, ձեզ ու ձեր հարազատներին, ամենաձեզ սիրած մարդկանց կպնի, ոտից գլուխ, ու իմ ասածը կպնում, այդ լավ իմացեք։